Միջազգային և տեղական ավտոարդյունաբերության, էներգետիկայի, վերալիցքավորման կայանների, ավտոտեղսպասարկման ոլորտների, բնապահպանական, ֆինանսական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները մեկ հարթակում քննարկում են Հայաստանի էլեկտրական շարժունակության անցման ճանապարհային քարտեզը։ Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանում ոլորտի զարգացմանը, բարձրացնել երկրի միջազգային ճանաչելիությունը, նպաստել օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու խթանել նոր գործակցության ձևավորմանը։ Էլեկտրոնային շարժունակության անցումը մեր կառավարության համար դա ռազմավարական նպատակ է, ծրագրային նպատակ է, բնականաբար դրանք բխում են մեր երկրի կողմից վավերացված մի քանի կոնվենցիաներից, էֆեկտը մի քանի ուղղություններով է, ինչպես դրական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այնպես էլ տնտեսության համար կունենա ինքը շատ էֆեկտիվ ազդեցություն եւ ընդհանուր կունենանք մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտ, եթե կարողանանք հասնել այն թիրախներին, որ սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեր առջև։ Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում եռեմյա ծրագրով մշակվել է էլեկտրական շարժունակության ազգային ռազմավարություն ու քաղաքականություն։ Հիմք ընդունելով մեր երկրի վավերացրած միջազգային կոնվենցիաները սահմանվել են հստակ նպատակներ Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացման ու տարածման, վառելիքի սպառման, օդի աղտոտման նվազեցման, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի ենթակառուցվածքների ստեղծման համար։ Փաստաթուղթը դրված է շրջանառության մեջ։ Էլեկտրական շարժունակության անցման ծրագիրը ունի իր չափելիության 3 կարևոր ուղղությունները, մեկը, որ մեր երկիրը, մեր կառավարությունը ունենա էլեկտրական շարժունակության անցման քաղաքականություն եւ ռազմավարություն, եթե մենք չենք ունենում քաղաքականություն եւ ռազմավարություն, երկրորդը պետք է ասենք, որ այս ծրագիրը իր չափելիության ամենամեծ կարևորությունը դա հանրային իրազեկումն է էլեկտրական շարժունակության անցման հետ կապված եւ երրորդը դա այս ծրագրի նույնպես փոխկապակցված հանրային իրազեկման հետ դա ցուցադրական տարբեր բաղադրիչների իրականացնում է։ Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովն անցկացվում է Լիզինգ Էքսպոյի օրերին գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգմամբ իրականացվող անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում ծրագրով։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։